Գլխուղեղի ֆոնին երևացող կետերը բարակ էլեկտրոդներ են, որ տեղադրվել են գիծ հիվանդասենյակում գտնվող 12-ամյա աղջկա էպիլեպսիայի օջախը ճշգրտելու համար։ Մուլտֆիլմ նայի թե քնի, երեխան 7 օր հետազոտման փուլում է։ Ծրագրի գրանցած մուգ հաստ բեկյալներն են ցնցումների պահը։ Վիրաբուժին փոխանցելու նպատակով դրանք հիպոկամպի վրա նույնականացնում է բժշկուհի Բիայնան։ Ես ընտրում եմ այն կոնտակտները, որոնք առաջացնում են էպիլեպտիկ ակտիվություն։ Այս կոնտակտն է C3, C4։ Ես տեղից գիտեմ, որ էսա C-ն, որոշակի կոնտակտները էլեկտրոդների այրվում են, այսինքն վնասվում է այն հատվածը ուղեղի, որը առաջացնում է ցնցումներ։ Եվ հետազոտությունն է բացառիկ, եւ բուժման աբլացիայի մեթոդը առնվազն Կովկասի մասշտաբով։ Էպիլեպսիայի հաղթահարման իրենց փորձառության մասին ասում են Արաբգիր բժշկական համալիրում։ 2 տարին նոր կլրանա, ինչ սկսել են նաեւ փակ այս վիրահատությամբ խնդիրը լուծել, արդեն Ռուսաստանից, Տաջիկստանից ու այլ երկրներից են հիվանդներ գալիս։ Մենք ոչ ինվազիվ մեթոդով վիրահատել ենք Կազախստանից հիվանդներ, Վրաստանից հիվանդներ, այսինքն մենք դարձել ենք արդեն բավական պոպուլար։ Տարեվերջին հույս ունեն կհայտարարեն նաև էպիլեպտիկ նոպայից մարդուն ազատելու բժշկության վերջին նորամուծությունը կիրառելու մասին։ Պարկինսոնի դեպքում իրականացվող գրեթե նույն միջամտությունը մեր մասնագետներին ցույց տալու կգան բրազիլացի հայտնի մի պրոֆեսոր եւ մեր հայրենակիցը Յեյլի համալսարանից փակագծեր է բացում կլինիկայի նյարդաբանության ծառայության ղեկավարը։ Դա կոչվում է խորանիստ ուղեղի ստիմուլյացիա, դա մեր նեյրովիրաբույժների հմտություններով շատ իրատեսելի է եւ ես կարծում եմ, որ նույնիսկ մենք հիվանդ ունենք հիմա Մոսկվայից, որը պատրաստ է գալ այդ մեթոդի համար ստեղ վիրահատվելու։ Այդ բուժման մեթոդը դեռևս շատ եվրոպական երկրներում հասանելի չի, ու մենք այդ առումով, եթե հաջողենք, կլինենք առաջատարներից մեկը։ Պարտությամբ ասեմ էլի Հայաստանի մասին։ Երկիրն էպիլեպսիայի բուժման ինչ ճանապարհ է անցել բժիշկ Սոխուձյանը հուլիսի սկզբին կներկայացնի նաև Մադրիդում անցկացվող մեծ համաժողովին։ 2001-ին դեռ թղթային EEG-ով էին աշխատում, հիմա 9 համակարգչային հիվանդասենյակ ունեն, ֆյուժնի բաց ու փակ վիրահատության հնարավորություն։ Մանկական նյարդաբանության այս մակարդակին հասնելու համար Արաբգիրում երախտապարտ են շվեյցարացի գործընկերներից մեկին, ում ֆոտոներն ի դեպ գունավորում են բժշկուհու Արորյան։ Ժպտացող լուսանկարը իր մշտական այցելության վայրերից Մայր Թերեզայի մանկատնից է։ Այդ սիստերմիկին է։ Բոլորիս պարտքն է լինել այն երեխաների կողքին, ով ունի մեր կարիքը, ասում է մի այլ խնամքով պահում մանկական նյարդաբանների թիմով Ստեփանակերտ վերջին այցի մասին հուշը։ Ճանապարհը փակվեց, մնացին բլոկադայում։ Պրոֆեսոր Բաբլոյանին են տալի, որովհետև Բիայնան այդ ժամանակ Արցախում էր ու ալտրուիզմի համար։ Ծանոթ արցախցիները բժշկուհու մոտ հիմա Արաբգիր են գալիս։ Բոլորը անխտիր։ Ես մեկին չեմ կարող մտաբերել, որը չի եկել։ Գործից դուրս սովորական մարդ եմ, աշխատանքային լարվածությունը մի պահ թողնում, շփտում, անկեղծանում է բուժաշխատողի օրվա մեր հերոսը։ Ես ունեմ ընկերներ, ընտանիք, մեծ այգի, եւ կարդում եմ, եւ երգում եմ, եւ պարել եմ շատ սիրում։ Շտապում է նկարահանումը չավարտենք, դեռ պետք է վերցանի օրվա էպիլեպտիկ գրերը։ Հերմինե Բաղդասարյան, Էդգար Դավթյան լուրեր։